այսօր նաև գնալով շատանում են այն մարդիկ, ովքեր լացուկոծ են բարձրացնում բանակի համար։ Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության բանակում 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ վարձատրություն ստացող, այս աշխատավարձ բառը պետքա նախկինն ասացնել վարձատրություն, որովհետեւ այնտեղ տարբեր կոմպոնենտներ կան, զինծառայողներ կան։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ պատշաճ գնահատանքի չարժանացավ Պաշտպան հայրենիաց ծրագիրը, սիրելի բարեկամներ, որովհետև Պաշտպան հայրենիացը ինչ ծրագիր է։ Զինվորը, զորակոչիկը, պայմանագիր է կնքում 2 տարվա փոխարեն 5 տարի ծառայելու վերաբերյալ, եւ ինքը հնարավորություն ունի պայմանագրային նախ այդ ծառայության վերջում ինքը 5 միլիոն դրամ է ստանալու եւ ատեստավորման արդյունքում ինքը կարա ընդհանուր ստանա 500,000, 600,000, ընդհանուր 700,000 դրամ աշխատավարձ։ Եվ այսօր ես ներողություն եմ խնդրում, բայց ես սա կարևոր եմ համարում ընդգծել։ Այդ զինվոր տղաները 18-19 տարեկան ամեն ամիս իրանց տուն տանում են այնքան փող, որ հարցը թե այդ տներ վերջին անգամ միանվագ այդքան փող ինչքան է մտե։ Եվ այդ տղաները ծառայությունից դուրս ապրում են իրենց տանը։ Սա եւ սոցիալական խնդիր է, սա եւ սա տարածքային համաչափ զարգացման խնդիր է, որովհետեւ իրանք դրանով կապվում են իրանց ընտանիքների հետ։ Սա եւ անվտանգային խնդիր է, սա եւ 2018 թվականին կներեք, 21 թվականին մեզ ասում են, այդ ոնց եք պրոֆեսիոնալ, գրել եք պրոֆեսիոնալ բանակ, ոնց եք համ բանը ժամկետայինը պահելու, համ բանակը պրոֆեսիոնալ դարձնել, սենց։ Երբ որ մենք խոսում ենք բանի մասին, լրացուցիչ 6 միլիարդ դոլարի մասին, ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ուր է այդ փողերը։ Գնացեք ամրացված շրջաններ եւ տեսեք, թե ինչպես է անվտանգությունը եւ զինվորի բարեկեցիկ եւ հարմարավետ ծառայություն։ Ավարտեմ արդեն։ Ավարտեմ։ Կարևորն է նա, որ բանը չելենջը անցանք։ Կուզեք հաջորդ նիստը շարունակեմ։ Շատ լավ, ես էլ ասեմ, 2 բան էլ ասեմ։ Չէ, 2 բան, լավ։ Ամրացված շրջանները։ Ընդդիմությանը խնդրում աղաչում ենք, ասում ենք, լսեք, եկեք, հրավիրում ենք ձեզ, եկեք գնանք, եկեք գնանք։ Եկեք գնանք նայենք եւ դուք ցույց տվեք ձեր ժամանակ դրան թեկուզ 73 կիլոմետր մոտիկ որևէ բան ցույց տվեք մի հատ ուղակի։ Այդ որ իրանք իբր մեզ հակադարձում ենք, որ ասում ենք մեր ամրացված շրջանների դուք բանը կանսերվի կոկոշներով եք բան արել, ձեր այլընտրանք եղել է կանսերվի կոկոշներ, այստեղ վրթովում էին։ Արդյունքում կանսերվի կոկոշի հեղինակին նույնիսկ իրանց ընտրական ցուցակում չներառեցին, հասկանալով, որ դա շատ պարզ եւ ուղիղ ճշմարտություն է։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը նախորդ 2018 թվականի համեմատ 2.7 անգամ աճել է։ Մեր ոչ մեկ չի ֆիքսում, որ 2018 թվականին ռազմական ակադեմիան փակման եզրին էր կուրսանտների բացակայության պատճառով։ Չեն խոսում դրա մասին, չեն խոսում։ 2.7 անգամ աճել է եւ ես 140 ասցի 175,000 դրամ կրթաթոշակ են ստանում ուսանողները, ավելին։ Երբ որ իրանք ավարտեն, արդեն համարվելու են ատեստավորված եւ մինչեւ 750,000 դրամ որպես սպա աշխատավարձ ստանալու հնարավորություն ունեն։
2026 թվականից սկսած ընդունվածները ծառայության անցած շրջանավարտները բնակարան են ստանալու։ Դուք գիտեք, որ տասնամյակների խնդիր կա զինծառայողների բնակարանային հերթացուցակներ, որտեղ հազարավոր մարդիկ են ընդգրկված, 2820 մարդ, որ պետությունը 90-ականների սկզբից 4-ին պետք է քվեարկություն լինի։ Ինչ անենք ես։ Ընդմիջվենք, շարունակենք։ Լավ, էլի ես ավարտնեմ, դուք քվեարկություն չեք կարա։ Չէ, ընդմիջում ենք անում, գնում ենք բան քվեարկությանը, փակ գաղտնի քվեարկությունը։ Հետո հարց ու պատասխան։ Հա, փակ գաղտնի քվեարկությունը։ Հա, դուք գնացեք ես ժողովրդի հետ կխոսեմ։ Ուրեմն, ստեսություն ժողովուրդ ջան, ձեր գործերով, դուք զբաղվեք ձեր գործերով, ես ժողովրդի, այն կամերան աշխատում, հա։ Դեռ միացրացա։ Ստեսություն, մինչ հանդիպում ես ժողովրդի հետ կխոսեմ։ Ուրեմն այդ բանում, հա, լուրջ եմ ասում, գնացեք քվեարկեք։ Ուրեմն 90-ականներից զինծառայության երկարաժամկետ զինծառայություն։ Վարչապետ ներողություն եմ խնդրում, մեր ձեռնա ընդմիջում չենք անում, մեր ընտրության հարցը, անդիմությունը դեմ չի, ինչպես տեսնում եք, շարունակում ենք, այսինքն լեգալ շարունակ։ Ուրեմն 2820 մարդ կա հերթացուցակներում, որ պետությունը ֆիքսել է երկարամյա զինծառայություն, զոհվածների ընտանիք, որոնց պետքա բնակարան հատկացնի։ Մենք առաջիկայում արդեն նաև համակարգը ստեղծել ենք եւ առաջիկայում կառավարությունը կընդունի որոշում եւ 4 տարվա ընթացքում մենք այս պարտքի հարցը կփակենք։ Ես ուզում եմ նաև կարևոր արձանագրումը, որ խաղաղության արդյունքների առումով, որ մենք նաև կարողացանք ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել, ինչը մեր նախընտրական խոստումներից էր եւ սա կարևոր է 2.5 տարվա փոխարեն հիմա այլևս ժամկետային զինվորական ծառայությունը 2 տարվա փոխարեն 1.5 տարի է եւ սա նույնպես խաղաղության կոնկրետ արդյունքներից մեկն է, որը ես կարևոր եմ համարում ընդգծել, դե իսկ սպառազինությունների ձեռքբերման մասին, որը այո, այդ թվում մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների բերումով նաեւ արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցներով ձեռք բերել, հիշում եք, որ ես անդադ Հայաստանի արտաքին պարտ, պետական պարտ, կայ շահարկումներին արձագանքեցի, ես հիմա սպառազինությունների մասին չեմ խոսում, որովհետև ինչպես ասում են, լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել, եւ մենք ելի ուզում եմ ընդգծել, բացարձակապես մենք ընդհանրապես այդպիսի մտադրություն ոչ ունեինք, ոչ էլ տեն ցանկություն ունեինք, մանավանդ որ մեր շատ գաղտնի ինֆորմացիաներ, գաղտնի ոչ չէ, ասենք ինչ որ բաներ կա, մեկա բոլոր երկրները իհարկե անում են եւ սենց թե նենց մամուլում միջազգային շրջան արվել է, մենք ինչ ենք ձեռք բերել, բայց ամեն դեպքում, բայց մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել վերջին տարիներին եւ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք իմիջայլոց միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո եւ ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին, որպեսզի հույս ունենանք հարցերը փակվեն։ Ինչ? Հա, եւ արտադրել շատ կարեւոր հիշեցում, որովհետեւ նախորդ 3 տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում։ Սա էլ մի կարևոր առանձնահատկություն, բայց իհարկե հանդեսը ցուցադրությունը սպառազինության այն ինչ որ մենք ուզում ենք քողարկել կքողարկենք եւ այն ինչ որ ուզում են որ մարդիկ չտեսնեն կնայեն եւ չեն տեսնի
եւ սա կարեւոր առանձնահատկություն է։ Ուզում եմ եւս լավ կրճատեմ խստորեն, որովհետեւ sense tendenz էսա հարց ու պատասխան պետք է անենք, այսինքն ես նիստը հնարավոր չշարունակել, գոնե այսօր պակաս կարեւոր չի։ Մենք այս ընթացքում Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատներ։ Ես նրանք, ովքեր եղել են Լոնդոնում մեր դեսպանատանը, ասма այսինքն Երանի չտեսնեին դա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը Լոնդոնի ամենակենտրոնում ինչ։ Հա։ Լավ հումորատիկին Կարապետյան։ Ամենակենտրոնում ունի մի քանի հարկանի դեսպանատուն եւ որի վրա ծածանվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Փարիզում ամենակենտրոնում ձեռք ենք բերել Ֆրանսիայի նախագահներից մեկի նախկին առանձնատունը։ Բրյուսելում ձեռք ենք բերել դեսպանատուն։ Սրանք տասնյակ միլիոն դոլարի ծախս են։ Հա, ճիշտ եմ, չէ՞, հիշում տասնյակ միլիոն է, չէ՞, գինը։ Հա? Գումարած 50 միլիոն դոլարի դեսպանատներ ենք ձեռք բերել։ Դա իմիջիայլոց Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը երբ ուզենա, ասենք օրինակ, եթե ուզենա, ցանկացած պահի կարող է դա վաճառել, եւ մենք համոզված ենք, որ 50 միլիոն դոլար տվել ենք, այսօր արդեն եթե վաճառենք, շատ ավելի էականորեն բարձր գին դրա դիմաց կստանանք։ Բայց լավ ֆինանսական ձեռքբերումները մի կողմ թողած, ես ուզում եմ մի երկու ձեռքբերման մասին խոսել, ոչ ֆինանսական։ 2026 թվականի ուրեմն ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանի անցման բոլոր կետերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո 100%-ով եւ անվերապահորեն։ Սա չգիտեմ, եթե թվով, գնով, փողով նշագրելու լինենք, գնանշելու լինենք, ինչ կարժենա, բայց իմ կարծիքով սա անգին է, հնարավոր չի այս ձեռքբերումը գնանշել, բայց ես ուզում եմ, լավ ի վերջո, քանի որ հարց ու պատասխանը մոտենում է, ուզում եմ ուրիշ բան ընդգծել։ 2025 թվականին առաջին անգամ անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ ամեն դեպս այս վիճակագրության վարման ողջ ընթացքի համար առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը ավելի քան 8000-ով ավելին է Հայաստանի Հանրապետությունը լքած քաղաքացիների թվին։ Եվ այստեղ է, որ պետք է հնչեցնենք այնքան հնչած հարցը, բա սրա համար էինք հեղափոխություն արել։ Այո, հարգելի ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ, այո, սրա համար էինք հեղափոխություն արել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե հեռանան, այլ վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանից հեռանան հանգստի նպատակով։ Ամենաթանկ տարածքը աշխարհում համարվում է Եվրամիությունը։ Ինքը այնտեղ գնալու ծախսերը մեծ են։ 2018 թվականի համեմատ, 17 թվականի համեմատ, 17-ից մինչ 25 թվականը Հայաստանից Եվրոպական միություն ուղևորվող քաղաքացիների թիվը մոտավորապես 400%-ով աճել է, 400%-ով։ Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է։ Եվ սա այն պայմաններում,
երբ քաղաքացիները բողոքում են, շատերը թե վիզա չեն կարողանում ստանալ, բա որ վիզա ստանային տենց շատ սովորական ռեժիմում ինչ տեղի կունենար։ Բա այսօր օտարերկրյա պատվիրակություններից գալիս են Հայաստան, ինձ հետ հանդիպման ասում են, լսեք, մենք նայեցինք այդ ճիշտ է այնուամենայնիվ, ասում են Հայաստանից եվրոպական քաղաքների անուն են տալիս 35 եվրոյով, 50 եվրոյով, 70 եվրոյով ավիատոմս կա, ասում են այդ ճիշտ է, այո, այդ ճիշտ է, 15 եվրոյով, ես էլ եմ ուզում հարցնեմ, լսեք այդ ճիշտ է, Ես ոնց է, հենց տենց է, այդ թվում ավիացիոն ոլորտում մեր բազմաթիվ փորձերի, ձախողումների, հիմա ով է հիշում ընդհանրապես Հայաստանում ավիաուղիները, ավիատոմսերը ինչ գնային սեգմենտում էին գտնվում, ով է հիշում մամուլում շրջանառվող են թիվը, որ ղեկավարի ընտանիքի այսինչ անդամը Հայաստան-Վիեննա ռեյսից 10 նստատեղ իրաննա, չգիտեմ, 4 նստատեղ իրա զոքանչիննա, 8 նստատեղ դասարանի ավակիննա, 4 նստատեղ չգիտեմ, ով է հիշում տենց խոսակցություն, ում կարաս ընդհանրապես հիշեցնես, ոչ այսօր Հայաստանում, Հայաստանից հնարավոր է 15, 20, 30, 40, 50 եվրոյով տոմս գնել և մեկնել եվրոպական մայրաքաղաքներ, բայց որ կարևոր է, հետ վերադառնալ։ Սրա համար ենք հեղափոխություն արել, այո, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այդ թվում սրա համար ենք հեղափոխություն արել, որ ունենանք երկիր, որը ծառայում է սեփական քաղաքացիների բարեկեցությանը, ազատությանը, անվտանգությանը և երջանկությանը։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ այսքան ժամանակ տրամադրելու համար, եթե հարմար առիթ լինի, էլի կանչեք, ես այս կետից կշարունակեմ, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը և բաժանորդագրվիր, նորությունները բաց չթողնելու համար։